Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Factor TV-ի եթերում դուք դիտում եք Ապոլիտիկ հաղորդաշարը, որը հիշեցնեմ արժեքների եւ հեռանկարների մասին է։ Մեր մշակույթում կան առանցքային մարդիկ, որոնք մի կողմից ամփոփում են այն ինչ տեղի ունեցել, ամփոփում են ժառանգությունը եւ մյուս կողմից ցույց են տալիս, թե որ կողմը մենք պետք է գնանք։ Այդպիսի անձնավորություն է անշուշտ Կոմիտասը։ Դրա մասին շատ բան է ասվել եւ թվում է թե ամեն ինչ ասված է, բայց դա միայն թվում է առաջին հայացքից։ Եվ այժմ իմ զրուցակիցն է Կոմիտաս Թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար կոմիտասագետ Լուսինե Սահակյանը։ Լուսինե Սահակյան ծնվել է 1972 թվականին Երևանում, 1995 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը։ Արվեստագիտության թեկնածու է, 2007 թվականին պաշտպանել է ատենախոսություն Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ թեմայով։ 1993 թվականից աշխատում է կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնում, 2014-ից մինչ օրս այդ ամբիոնի վարիչն է։ 2025 թվականի մարտին նշանակվել է Կոմիտասի անվան Թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Գիտական զեկուցումներով հանդես է եկել Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում։ 3 մենագրության եւ 5 տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Շնորհակալություն Լուսինե։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, պարոն Աբրահամյան։ Հաստատությունը, որը դուք ղեկավարում եք, ոչ միայն թանգարան է, այլև ինստիտուտ։ Այդ առումով հարց. ինչ եք մենք հասկանում ասելով կոմիտասագիտություն։ Դրա մասին նաեւ ձեր տեխնացուական թեզն է, որքան գիտեմ։ Այո։ Հաստատության մեջ եմ ես ընդամենը 20 օր եւ ղեկավարել որպես այդպեսին չեմ կարող ասել, բայց 10 տարվա պատմություն ունի Կոմիտասի Թանգարան ինստիտուտը եւ բավական մեծ աշխատանք է արել այս 10 տարիների ընթացքում։ Ես եկել եմ կոմիտասագիտական իմ տեսլականով եւ փորձելու եմ ծաղկեցնել այն, ինչ կա, եթե կարողանամ իհարկե։ Երկու բառով, ձեր տեսլականը։ Առաջին հերթին ես, որ հիմա շփվում եմ մարդկանց հետ, ասում եմ եկեք Կոմիտասի տուն։ Ինձ համար այս ինստիտուտ թանգարանը այն տունը պիտի լինի եւ եղել է, որը Կոմիտասը չի ունեցել իր որբության պատճառով։ Եվ այս տանը պիտի հավաքվեն առաջին հերթին այն բոլոր նվիրյալները, ովքեր իրենց լուման են ունեցել եւ շարունակում են ունենալ կոմիտասագիտության մեջ։ Կոմիտասագիտությունը որպես մեր երաժշտագիտության ամենահետաքրքիր եւ բարդ ճյուղ եղել է դեռ իր օրոք եւ բազմաթիվ գիտնականներ գտնում են, որ հենց Կոմիտասն էր առաջին կոմիտասագետը։ Եվ այսպես փուլերով, հսկաներ տալով մի ամբողջ պանթեոն ունենք գիտնականների, ովքեր զբաղվել են Կոմիտասով, մենք եկել հասել ենք մի հանգրվանի, մի կետի, որտեղ կա նրա տունը, կա Թանգարան ինստիտուտ, բավական լավ ճարտարապետական կառույց, որը միտված է, հենց կոչված է հավաքելու Կոմիտասի ժառանգությունը, ուսումնասիրելու, հետազոտելու, հանրահռչակելու, համերգներ կազմակերպելու եւ աշխարհով մեկ ինչքան որ հնարավոր է տարածելու նրա ժառանգությունը։ Առաջ ասում են, հիմա չգիտեմ, ասում են միջդիսցիպլինար ուրեմն գիտություն, այսինքն ենթադրում եմ, եթե սխալվում եմ, դուք ինձ կուղեք, որ կոմիտասագիտությունը ենթադրվում է ոչ միայն բուն երաժշտագիտությունը, այլև լեզվաբանություն, չգիտեմ, հոգեբանություն, տարբեր մանկավարժություն, պատմություն, այսինքն պետք է լինեն տարբեր մասնագետներ, թե պետք է այդ բոլորը մեկտեղվի մեկ մասնագետի մեջ։ Գիտեք, ինքը Կոմիտաս, որ ասում ենք, եւ իր ոլորտները արդեն միջդիսցիպլինար բոլոր բաները ենթադրում է, որովհետեւ նա այնքան բազմաբեղուն գործունեություն է ծավալել իր կենթանության օրոք եւ թողել մեզ այդ ուղենիշները, որով մենք զբաղվենք, կստացվի, որ այո, եւ ազգագրագետ է պետք, եւ գրականագետ է պետք, եւ բարբառագետ է պետք։ Այսինքն Կոմիտասով խորազնին ուսումնասիրող, Կոմիտասով զբաղվող մարդը ինքնին դառնում է արդեն մի քանի գիտությունների եւ մի քանի ոլորտների կրող։ Եվ մենք այդպես էլ մոտենում ենք հարցերին, որովհետեւ մեր գիտական բաժնում կա եւ ֆոլկլորագետ, եւ հոգեվոր երաժշտության մասնագետ, եւ ձեռագրագետ, եւ թարգմանիչ, արդեն Կոմիտասը ենթադրում է իրենից, ինքը իրենով է բերում այդ ոլորտների միասնությունը եւ միասնական գիտական գործունեությունը։ Կա այսպիսի ուղղություն, որքան ես գիտեմ, ձեր ինստիտուտում, որը Կոմիտասի հետ ուղղակի առնչություն չունի։ Սասունցի Դավիթ էպոսի երկվող հատվածներ։
Դա ինչպես է կոմիտասագիտության հետ առնչվում։ Չէ, կոմիտասը ոնց առնչություն չունի, կոմիտասը դա ձայնագրել է, կոմիտասը դա ուսումնասիրել է եւ այդ երկվող հատվածներից այդ մասն է, հա, հիմա։ Այո, առհասարակ չկա այդպիսի ոլորտ, զարմանալիորեն կոմիտասի գործունեությունը տևել է 15 տարի, բայց չկա այդպիսի ոլորտ, որով կոմիտասը զբաղված չլիներ, գիտեք։ Եվ շատ խորազնին եւ շատ ծրագրավորված այնց գերմանական ճշգրտությամբ եւ նաեւ Սասունցի Դավթի էպոսի երկվող հատվածները, որը նա ձայնագրել է, որը նա ուսումնասիրել է, այդ երկվող հատվածներից բազմաթիվ հատվածներ կան նաեւ, որ կապ ունեն անգամ մեր հոգեվոր երգերի հետ, հոգեվոր երգաստեղծության հետ, մեր էպիկական երգերի հետ։ Այսինքն չկա տենց ոլորտ, որ ուսումնասիրեն եւ ասեն կոմիտասի հետ չի առնչվում։ Եվ չկա տենց երաժշտագիտ, որ կոմիտասին անդրադարձած չլինի։ Եվ այդպիսի ուսումնասիրություն հայալեզու։ Եթե բուն երաժշտագիտությանը, հա, դառնանք, կոմիտասի երկերի ժողովածուն 14 հատոր։ Առաջին հատորը լույս է տեսել 1960 թվականին, այսինքն իմ ծննդյան տարին, ասեմ ձեզ։ Վերջին հատորը 2007 թվականին, այսինքն 47 տարի։ Եթե ինչ որ մի բան արվում է 47 տարի, չափազանց տարբեր հասարակական, քաղաքական եւ այլ մթնոլորտում, հնարավոր է արդյոք որ լինի մեկ մտահղացում, մեկ կոնցեպցիա կոմիտասի շուրջ, այդ ժողովածուի շուրջ, այդպես ասեմ։ Այդ ժողովածուի էպոպեան, այդ ժողովածուի ոտիսական ինձ զարմացրեց, երբ որ ես խորացա Ռոբերտ Աթայանով, խմբագիրներ եւ կազմողներ, դուք գիտեք, մենք առիթ ունեցել ենք խոսելու Ռոբերտ Աթայանի մասին, նա մտահղացրել էր ոչ միայն 14, այլև 21 հատորով հրատարակել կոմիտաս, գիտեք, դեռ ընդգրկվելու են նաեւ նրա նամակները, նրա հուշերը, նրա հոդվածները, ուսումնասիրությունները, կոմիտասյան քննարկությունը կոնցեպտ ոնց լիներ դա այնպիսի մի ժամանակաշրջան էր, որ գործը սկսվում էր, հետո ընդհատվում էր, գործը սկսվում էր, հետո ինչ-որ մի բան չէր հերիքում այն ավարտին հասցնելու։ Ես ձեզ ավելին ասեմ, որ այս տարի, այսինքն 2024 թվականին վերահրատարակվեց լրամշակված կոմիտասյան առաջին հատորը, գիտեք, Արվեստի ինստիտուտում։ Չէ, իմանում։ Այո, այնպես որ դա շարունակվում է, դա անվերջ է, դա դեռ չի ավարտվել, այսինքն Ռոբերտ Աթայանը նախատեսել էր առաջին 5 հատորը վերահրատարակել։ Ինչ պատճառներով է ընդհատվել, Լուսինե։ Ֆինանսական, հիմնականում, ինչ որ քաղաքական չի ասի, որովհետև Ռոբերտ Արշակովիչը տարել է այդ նյութերը Ամերիկա, որպեսզի այնտեղ ինչ որ ձևով հրատարակի, եւ այնտեղ էլ ինքը մահացել է։ Տեսեք, այս սա է եղել այս ողբերգությունը, որ չի շարունակել, կարողացել ավարտին հասցնել իր կյանքի գործը։ Եվ նրա սանը Դերոյանը բերեց եւ Արվեստի ինստիտուտը իրագործեց այ Աթայանի Վաղեմի երազանքը։ Իմաստ չկա նորից հրատարակել մեկ այլ կոնցեպտով, գուցե ավելի կարճ, բայց հաշվի առնելով պրոֆեսոր Աթայանի հաշվի։ Ինչու են վերահրատարակում, որովհետև այսպիսի մի բան, կոմիտասի երաժշտական նյութի հետ Աթայանը աշխատել է լիոլի։ Այսինքն այն, ինչ կա արխիվում, Աթայանի կողմից հիմնականում վերծանված է։ Դեռևս նոր մեծակտավ նյութ երաժշտական չունի արխիվը, որ վերահրատարակվի կամ ինչ-որ ձևով համալրվի այդ շարքը։ Դրա համար դեռ այդ բանը մնում է անփոփոխ, որպես ակադեմիական հրատարակություն եւ որպես բոլոր երաժիշտների սեղանի գիրքը։ Այնինչ վերաբերում է տեքստային հատվածներին, այնինչ վերաբերում է երգերը անգլերեն թարգմանելուն, տերմինները հայերեն դարձնելուն, խորհրդային այդ գաղափարախոսության ժամանակ պարտադրվող բառապաշարից դուրս վերանայելու, դա արվում է հիմա այդ ակադեմիական հրատարակության հետ, բայց հիմնականում այն մնում է նույնը։ Արխիվը ձեր մոտ է, այսինքն ինստիտուտում է, Թանգարան ինստիտուտում է։ Մենք ֆոնդ ունենք Թանգարան ինստիտուտում, կոմիտասյան արխիվը գտնվում է Գաթում։ Շատ լավ մշակվում է եւ այնտեղ շատ խնամքով են վերաբերում կոմիտասյան արխիվին, բայց մենք անշուշտ ծրագրեր ունենք ստեղծել պայմաններ, դեռ պայմաններ չկան կոմիտասին լրիվ տուն բերելու եւ տունը պահելու։ Ինչ պայմաններ։ Շենքային։ Մենք ունենք նաեւ գրադարան ներսում, հա, մեծ գրադարան բավական։ Եվ եթե գրադարանի գրքերը մենք կարողանանք տեղափոխել այնպես, որ ֆոնդը
ավելի ազատ լինի, այդ ժամանակ կոմիտասյան ֆոնդերը ավելի կհամալրվեն։ Կոմիտասյան ֆոնդեր մենք ունենք նոր ստացած նյութեր ունենք, այդ թվում եւ Ֆրանսիայից եւ սպասվում են նոր նյութեր, պիտի գա նորից Ֆրանսիայից մեր եկեղեցու խմբավարը եւ նոր նյութեր բերի իր հետ։ Հուսանք որ կլինեն այդ նյութերը։ Այսպեսի մի նուրբ հարց, Կոմիտասը, որքան գիտեմ, դարձյալ ինձ կուղեք, ունի վոկալ եւ խմբերքային ստեղծագործություններ թուրքերեն տեքստերի հիման վրա եւ նա ցանկանում էր, որքան հասկանում եմ, ինչ որ կապեր հաստատել իշխանության հետ, որպեսզի Պոլսում կարողանա երաժշտանոց ստեղծի, այդ էր նրա գերնպատակը։ Այդ փաստը կամ այդ ստեղծագործությունը պետք է գեղեցիկ շրջանցել, թե դրա մասին կարելի է հանգիստ խոսել։ Հանգիստ կարելի է խոսել, որովհետև Կոմիտասը շատ հանգիստ էր դրան վերաբերում, որովհետև այդ ուսմանահպատակությունը եւ թուրքական միջավայրում ապրելը եւ արվեստի հետ առնչվելը շատ հանգիստ էր նա դրան վերաբերում եւ Մեհմեդ Էմինի տեքստով այո ունի նա երգեր գրված եւ համագործակցել, ստեղծագործական համագործակցություններ են եղել եւ դրան ընդհանրապես ես ձեզ ասեմ չզարմանաք այ ակադեմիական հրատարակության մասին խոսեցիք Ռոբերտ Աթայանն էլ ուզում էր նա թուրքական եւ քրդական երգերը առանձին մի հատորով հրապարակել այնպես որ դրանք չկար դրա Չէ, դա գեղարվեստական արժեք է ներկայացնում եւ ասեմ ավելին դա համեմատական վերլուծության համար երաժշտագիտական առատ եւ շատ լավ նյութ է որ տարանջատվի ավելի հստակ տարանջատվի հայ երգը քրդական կամ թուրքական երգից եւ միևնույն ժամանակ նաեւ տեսնենք այն փոխազդեցությունները որ կարող են ունենալ հարևան ժողովուրդների երգային մշակույթները Եվս մի այդ տիպի հարց Կոմիտաս վարդապետը հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակն է։ Աստված տա բոլոր հոգևորականները նրա նման լինեն, չէ՞։ Բայց նա որոշ խնդիրներ որոշ ժամանակահատվածներում խնդիրներ ուներ Մայր Աթոռի հետ։ Ոչ միայն նա, այլև շատ մտավորականներ, հա, Գևորգյան Ջերմանյանի։ Դա նույնպես պետք է, այսպես ասած, սվաղել, թե չէ։ Ոչ, մենք շատ հանգիստ ենք նայում այդ հարցերին։ Մեր եկեղեցին բաց է այն առումով, որ տրամադրում է գրականություն, ինչից մենք կարող ենք եզրակացնել, որ այո, Կոմիտասը ունեցել է տարաձայնություններ, դեպ բոլոր մեծ արվեստագետներն են ունեցել այդ տարաձայնությունները, այո, նա չէր կարող շեղվել, ինչ մենք գիտեք երբեք չպիտի մոռանանք Շմիդտի բնորոշումը Կոմիտասի դրված մի մոլերանդ արևելցի, որը պատրաստ է ամեն նոտայի համար արյուն թափել։ Սա այնքան է բնորոշում Կոմիտասի սկզբունքայնությունը իրեն հուզող հարցերում, կարևոր հարցերում։ Նույնն էլ եկեղեցին էր, որը վերահսկվում էր եւ ցարական իշխանության կողմից եւ կարող էին լինել բազմաթիվ իրարամերժ կարծիքներ, Կոմիտասը շատ սիրում էր կանանց ձայնագրել օրինակ, շատ սիրում էր լինել կանանց միջավայրում, ինչը կարող էր ասեկոսեների տեղիք տալ եկեղեցական կղերական մասնավորապես շրջանում։ Ճիշտ ասած ես այդպիսի մի հոդված գրեցի, որ Կոմիտասը երբեք չի ունեցել տարաձայնություն եկեղեցու հետ եւ եկեղեցու մեծագույն հայրերի հետ եւ Խրիմյան հայրիկը Մաղեաքյա Օրմանյանը նրա համար բարձրագույն օրինակներ էին, լուսավոր մարդկանց բարձրագույն օրինակներ, իսկ ղերականների միջավայրում միշտ էլ կարող էին լինել տարաձայնություններ Միայն այն փաստը, որ Կոմիտասը Մաթեոս Իզմիրլյանի ընտրությանը ներկայանում էր իբրև Քյոթայայի ներկայացուցիչ եւ դեմ էր դուրս գալիս այդ կաթողիկոսին պաշտպանելով Մաղաքյա Օրմանյանի շահերը, բավական էր, որ նա ունենար մեծ դիմադրություն եկեղեցական ղերականության շրջանում ավելի շատ։ Այսպիսի բան են ասում, որ եթե նրան հնարավոր լիներ տեղափոխել Սևանի վանքը եւ նա ստիպված չլիներ գնալ պոլիս, ապա ավելի լավ կդասավորեր նրա կյանքը, բայց եթեները իհարկե պատմության մեջ չեն լինում։ Չէ, գիտեք, ես մի քիչ այլ կերպ եմ մտածում, Կոմիտասը մեծ արվեստագետ էր եւ մեծ քաղաքների արվեստագետ էր։ Ինքը պիտի լիներ մեծ քաղաքներում, ինքը շատ առաջադեմ էր։ Իբրև կուսակրոն հոգևորական նա այնքան հետաքրքիր կարող էր լինել եկեղեցու մատենադարանում աշխատելիս, բայց իբրև արվեստագետ պահանջվում էին մեծ լսարաններ եւ մայրաքաղաքներ, որ նրա հանճարը Երևար եւ նրա առաքելությունը Երևար, ինչի համար նա կոչված էր։ Փարիզը, հա, Փարիզը, Հռոմը, ինչու՞ չէ, Բեռնը, Ժնևը, մեծ մայրաքաղաքներ եւ նաեւ Պոլիսը, որ նա եկավ եւ բերեց մեր մշակույթի մի նոր զարթոնք Պոլսում։ Չլիներ Կոմիտասը այդքան հայ մտավորականները չէին համախմբվի եւ այդքան արտասահմանցիները Պոլսի չէին ճանաչի հայ մշակույթը։
Կոմիտասը եւ հոգեվոր երաժշտությունը, միջնադարյան երաժշտությունը, խազերի խնդիրը մասնավորապես կարող են այստեղ լինել նոր, ինչպես ասում են հիմա, ինսայթներ, նոր ինչ-որ հայտնություններ։ Այո, կարող են լինել, որովհետեւ հենց վերջերս Աթայանի արխիվում հայտնաբերած Կոմիտասի աշխատությունը շատ մեծ հետաքրքրություն ներկայացրեց եւ նրա այդ համեմատական վերլուծությունները տարբեր միջնադարյան համակարգերի հետ երաժշտական խոսում են այն մասին, որ կարող են գտնվել թերթիկներ, կարող են գտնվել լիմունջյան համակարգով գրառած կոմիտասյան ձեռագրեր, խազաբանական աշխատանքներից պատառիկներ, որոնք մեծ գիտական արժեք կներկայացնեն։ Կոմիտասի շուրջ խոսակցությունը չի ավարտվելու երբևէ։ Պարոն Աբրահամյան, ես կարծում եմ, որ ինքը անverջ խազերի պես մի առեղծված ունի իր հետ կապված եւ ինչպես իմ լավ բարեկամն է ասում ամերիկյան համալսարանի դասախոս Արաքսը Շահինյան, կաթեդրալ տաճարի է նման, որտեղ կան նաեւ այն փոքր պատուհանները, որտեղից չոր օդ եւ լույս է անverջ թափանցում ներս։ Մեկ այլ նշանավոր երաժշտագետ Նիկոլայոս Թահմազյանը գրելով այն մասին, թե ինչպես է Կոմիտասը վերականգնել նարեկացու տաղերը, մեջբերում է հենց վարդապետի խոսքերը, ոչ թե նոր եղանակ ստեղծել, այլ եղանակը կանոնավորել յուր ոգու համաձայն։ Որն է յուր ոգին, այդպես հասկանալ, որն է ոգին։ Կոմիտասի համար եղանակը, իդեպ ասեմ, Կոմիտասի տերմինաբանությունը երբ թարգմանում ես, ինքը կորցնում է իր իմաստը, իր ներքին շերտերը, իր ներքին ենթաձայները, ամենալավ լեզվով անգամ, ամենագեղեցիկ լեզվով թարգմանելու։ Նրա համար եղանակը ունի իր գույնը, իր տեմբրը, իր ոճը, իր ոգին։ Մեղեդին չի, մելոդիան չի։ Չէ, ես չեմ կարող ասել եղանակը շատ դժվար է թարգմանել։ Եղանակը դա տրամադրություններ է ենթադրում իր մեջ եւ Կոմիտասի համար մեղեդային գիծը ինքնին արդեն կերպար է, որը ունի իր ներքին ոճը, գույնը, ասելու ձևը եւ անպայման հայկական գույնը։ Այդ դա է եղանակը Կոմիտասի ոճը եւ ոգին, որ միշտ նա ներդաշնակել է այդ ոճին եւ ոգուն համաձայն։ Երբեք չի գնացել դրա դեմ։ Ինչպիսի զգացողություն է ունեցել լեզվի եւ երաժշտական լեզվի, ես չեմ կարողանում բացատրել, ֆենոմենալ եւ բացառիկ ինտուիցիա, որով այդ եղանակը ինքը զգացել է։ Ընդհանրապես ինչպես էր նա մոտենում հոգեվոր երաժշտությանը կամ ժողովրդական երաժշտությանը, այն տեքստերը, որ նա ունի երաժշտական տեքստերը, այնտեղ ավելի շատ բնագրերն են, թե ավելի շատ Կոմիտասը։ Իր հորինած երատեքստերը, թե իր ձայնագրած եւ մշակած ենթադրենք, հա։ Այս հարցը մի անգամ էլ ինձ հետաքրքրեց կապված Թումանյանի հետ, որտեղ է վերջանում պոետ, որտեղ է սկսվում բանահյուսությունը ժողովրդական։ Նույն հարցը կարելի է տալ Կոմիտասին, որտեղ է ժողովրդական խոսքը եւ որտեղ են Կոմիտասի հավելումները, որոնք սերտաճում եւ ամբողջանում են։ Իմ կարծիքով Կոմիտասն էլ Թումանյանն էլ եւ սերտաճած են ժողովրդի հետ ու դժվար է ասել Կոմիտասի տեղը որտեղ է բանահյուսական տեքստի մեջ, որովհետև որ նայում ես իր տեքստերը, մասնավորապես Լորվա հորովելը, որը բացառիկ գործ է, այդ լելեներն ու լոլոները այնպիսի տրամաբանությամբ են դրված այդ բացականչությունները, նմանակումները, կանչերը, որ դժվարանում եմ ասել, որ դա ժողովուրդն է այդպես երգել, թե Կոմիտասն է դարձել ժողովրդի պես մի երգիչ եւ շարունակել այդ միտքը, որը նա լսել է ժողովրդից։ Երբեմն ժամանակին ասում էին, որ նման ստեղծագործությունները Լորվա հորովելի նման դրանք միստիֆիկացիա են, իրականում այդպիսի բան ինքը չի ձայնագրել, ինքն է հնարել։ Այսօր ասում եմ դժվարանում եմ ասել, որտեղ է վերջանում ֆոլկլորային նյութը երաժշտական եւ որտեղ է սկսվում կոմպոզիտորությունը, դա սերտաճած մի ամբողջություն է, դժվար է տարանջատելը։ Մենք գիտենք, որ Մակար Էկմալյանը քննադատում էր Կոմիտասին պատարագի համար, համարելով, որ նրա մշակումը, եթե Կոմիտասը Էկմալյանին։ Հա? Կոմիտասը Էկմալյանին։ Հա։ Այսինքն ինչով են բացատրվում այդ հակասությունները։ Կոմիտասը Մակար Էկմալյանի պատարագը պարզապես վերլուծելու, բացատրելու մի հոդված ունի, որտեղ առաջ է քաշում մի շատ կարևոր թեզ
հայկական լադերի կամ ձայնակարգերի կառուցվածքի մասին, որ մեր ձայնակարգը կառուցվում է քարալարի շղթայման սկզբունքով, հա, եւ այս մոտավորապես այն, որ Մակար Եկմալյան ավելի եվրոպական լադամտածողության կամ տոնայնական մտածողության մեջ է մեր պատարակը ներդաշնակել, բայց մեր ներդաշնակությունը պահանջում է բոլորովին ուրիշ ձայնակարգ։ Ինչից հետո իմիջայլոց Մակար Եկմալյանը շատ սենց մի քիչ կոպտոտ, ավելի կոպիտ նամակ է գրել Կոմիտասի հասցեին, որ դու դեռ հարմոնիայի մեջ չհմտացած ոնց կարող ես իմ նման վարպետին քննադատել։ Այսպիսի մի սենց նուրբ երկխոսություն կամ նուրբ բանավեճ է եղել երկու մեծերի միջև։ Եվ Եկմալյանի այդ պատարակի մասին հոդվածով Կոմիտասը փաստորեն առաջ է քաշում մեր ձայնակարգերի մասին ամենակարևոր տեսական դրույթները, որոնք հետո պիտի ընկնեն մեր բոլոր տեսաբանների շատ լուրջ ուսումնասիրությունների հիմքում, այսինքն տալիս է այդ ուղենիշը, որով պիտի առաջնորդվեն, վերլուծեն, հասկանան, ըմբռնեն եւ տարանջատեն հայոց երգը մեկ այլ երգից։ Չգիտեմ, ես հավասար հաճույքով եմ լսում թե Կոմիտասի, թե Եկմալյանի պատարակները, այսինքն ամեն մեկը յուրովի պատարակը մի առանձին խոսակցության նյութ է, որպես կոմպոզիտորական արվեստ եւ որպես հոգեվոր մեղեդիների մշակման փայլուն օրինակ եւ համերգային կատարման համար նախատեսած օրինակ եւ մի քանի տարբերակներ, այսինքն դա իր մոնումենտալ կանտատ օրատորիալ ժանրին պատկանող մոնումենտալ ստեղծագործությունները տարբեր կազմերի համար, ընդհանրապես Կոմիտասը տարբեր կազմերի համար գրել է, որտեղ աշխատել է տարբեր կազմերի հետ, պարոն Աբրահամյան, եւ նույնիսկ կանանց հետ շատ լավ է աշխատել, որը խիզախում էր իր դարաշրջանի համար։ Մենք ունենք Լուսինե այսպիսի բաժին, որը կոչվում է մեջբերում։ Ես կներկայացնեմ մեջբերումը եւ դուք այն կմեկնաբանեք եւ բնականաբար այսօրվա մեջբերման հեղինակը հենց Կոմիտասն է։ Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժե։ Եվ այսպես, ինչպես եւ բոլոր մեծերի մոտ, Կոմիտասի մոտ ինչ որ կոդավորված, հա, ինչ որ մտքեր կան, փորձենք ապակոդավորել։ Փորձենք։ Առհասարակ Կոմիտասի մտքերը եւ երաժշտական եւ խոսքի իմաստով եմ ասում, դրանք խտանյութեր են, որոնք բացելու եւ ասենց մի քիչ նոսրացնելու տեղ ունեն, հա, մեր ժողովուրդը խրատ չի հասկանում։ Այսինքն, այստեղ ես չեմ ուզում ասել, որ Կոմիտասը բարկացած է նամակը գրել, եթե չեմ սխալվում, Արշակ Չոպանյանին է գրել նամակը, եւ ինքը ուզել է ասել, որ ինքը մեր ժողովրդի սխալներից հետևություն չի անում։ Եվ երկրորդ իմ կարծիքով չի լսում իր ավակներին, իր մարգարեներին, իր իմաստուններին։ Մեր ժողովուրդը մի քիչ պարզ ունակ չասեմ, բայց Սասունցի Դավթի պես շուտ է հավատում խոստմանը։ Եվ թերևս մյուսը որն էր, որ մեկ հասկացված ձայնը 1000 ծառ արժե։ Ահա, որ այդ մեկ հասկացված ծառը, որը պտուղ է տալիս քրիստոնեական, այդ սերմի, փոքրիկ սերմի, հա, սերմի չափ հավատքի, եւ այդ ծառը, որ կարող է բուսնել, եթե իրապես դա ընկնի պարարտ հողի վրա։ Կոմիտասի միտքը ինձ թվում է այս առումով է եղել, որովհետև նա հաճախ էր դժգոհում չհասկացված լինելու մեջ։ Այ հենց էջմիածնում։ Մի արդիական հարց, որ այսօր շատ է, հա, էլիտարի եւ այսպես ասած պոպուլյարի, ինչ է պետք հասկացված լինելու համար։ Արվեստագետին թե առհասարակ։ Արվեստագետից սկսենք։ Մտավորականին։ Ինչ է պետք հասկացված լինելու համար։ Իմ կարծիքով, եթե Կոմիտասի պարագայում ասենք, իրեն պետք էր անվտանգ հայրենիքում ապրել։ Իսկ առհասարակ արվեստագետը այդ պաշտպանվածության զգացողության կարիքը շատ ունի։ Պաշտպանված լինելու։ Չի արդյունքում ինքը կունենա ազատ մտածելու եւ ստեղծագործելու հնարավորությունը։ Կայուն անվտանգ միջավայր։ Այո, որը կստեղծվի այդ պաշտպանված լինելու զգացողությունը, ինչը կտա այդ հիմա որ ասում են այդ հարմարավետության նաեւ զգացողությունը արվեստագետին։ Մի առիթով Կոմիտասը գրում էր, որ եթե մանուկը չի հասկանար ձեր դասավանդումը,
Հանցանքը ձերն է, որովհետև չեք կրծած հասկանալ անոր հոգին։ Դա հավանաբար վերաբերում է ոչ միայն մանուկներին։ Դա էլ մանկավարժական համակարգի, մանկավարժական մի ողջ տեսության հիմք կարող է դառնալ եւ դարձել է, ինչպես պետք է վերաբերել երեխային եւ առհասարակ մանկավարժությանը, որ դու ստանաս արդյունք, ինչպես պետք է հասկացնես երեխային, տիճնես, հասկանաս նրա հոգեբանությունը եւ նրա հետ բարձրանաս։ Այդ տեսեք առաջադիմական եւս մի բան, որը երաշտական մանկավարժության կարևոր բաղադրիչներից է եւ որը Կոմիտասը բերեց շատ ավելի շուտ, քան օրինակ Կարլ Օրֆը, որը մի ողջ համակարգ ստեղծեց Շուլվերկով։ Նա գնում է ինչ-որ միտեղ Կոմիտասը եւ շատ արագ կարողանում է երեխաներին կազմակերպել։ Սիրում էր երեխաներին։ Ինչպես էր հաջողվում նրան։ Դե կազմակերպչի ջիղ ուներ, հետո ինձ թվում է մաքուր հոգի ուներ, երեխան դա իսկույն զգում էր եւ ուներ անկեղծություն, ուներ հումորի զգացողությունը, հետո Կոմիտասը ուներ նաեւ դերասանական տաղանդ, այդ թատերականություն կար իր մեջ եւ դրանով կարողանում էր երեխաներին հրավիրել խաղի մեջ։ Նրա խաղիկները կամ խաղերքերը, որ լսում ես, դու զգում ես, որ նա ընկալում է այդ երկ կա, չեմ կրնա խաղալ, չեմ մի հատ sense մի հատ մոտիվա, որ դու պատկերացնում ես արդեն այդ նազ ու տուզանող աղջկան, որը իրականում ուզում է խաղի մեջ մտնել։ Այ մի ամբողջ պատկեր է, մի ամբողջ թատերական ներկայացում է Կոմիտասյան երգը։ Դարձյալ գալով միջ դիսցիպլինարին, դուք ես գիտեմ վերջերս եք հոդված գրել մանկավարժության մասին հենց Կոմիտասի, չէ՞։ Այո, ես գրել եմ Կոմիտասի դերը կանանց դաստիարակության եւ կրթության հարցերում, այո։ Եվ այստեղ Կոմիտաս ինչ-որ սկզբունքներ ուներ, այսպես 1, 2, 3։ Հիմա շատերն են, գիտեք, զբաղվում դրանով, շատերն են հետաքրքրվում, ուզում ենք մենք 21-րդ դարում էլ ասել, որ մենք ունեցել ենք սիստեմ, ունեցել ենք հանճար, որը հասկացել է, որ երաժշտությամբ կարելի է դաստիարակել, ուսուցանել եւ բարձրացնել հոգին եւ ոգին երեխայի։ Այո, եւ Կոմիտասի որոշ հոդվածներ, Պարն ու մանուկը, Փոքրիկ Վահագնին եւ նաեւ նրա մանկական երգերը, մանկական պոպուրիները միտված են հենց երեխաների համար։ Նրա վերջի երգն է անգամ հայրմերը երեխաներին ուղղված։ Իբրև մեր ապագային ուղղված աղոթք։ Կոմիտասի մանկավարժական հայացքները զարմացնում են իրենց արդիականությամբ, ասեմ ձեզ, մշակվածությամբ, երեխայի եւ պատանու հոգեբանության ճիշտ ընկալմամբ եւ առաջին հերթին երաժշտությամբ մարդուն կրթելու եւ բարեկրթելու ծրագրով։ Երբ նայում ես Կոմիտասի կոնսերվատորիա բացելու կանոնադրությունը եւ Գուսան երգչախմբի կանոնադրությունը, քեզ զարմացնում են այդ կետերը, որոնք այսօր էլ ամեն մի առաջադեմ կոնսերվատորիայի հիմքում կարող են դրվել եւ չեմ կասկածում, որ դրված են։ Այդպես էլ պարապում են այդ ազատության մեջ։ Ընդհանրապես մանկավարժության, մանկավարժ լինելու մասին, մանավանդ այսօր ես կարծում եմ դա ոչ միայն մասնագիտություն է, այլև ծառայություն է, առաքելություն է, հա։ Եվ պետք է մի քիչ վանական, մի քիչ հոգեվորական լինես դրա համար։ Դե վարդապետ էր բա ինքը վարդապետ էր, ինքը գիտնական էր, ինքը վարդապետ էր, ինքը մանկավարժ էր, բայց ինքը ծնունդով էր մանկավարժ։ Ես չեմ կարող բացատրել, միգուցե դա իր դառը մանկությունից էր, որ ինքը այդքան ուզում էր, որ ոչ մի երեխա չարտասվի կամ ոչ մի երեխա իր կողքին չտխրի, բայց այն, որ նա իր էությամբ խմբավար էր, իսկ խումբ վարել է ինքնի մանկավարժության անբաղդատելի մի մաս է, մի ձև է, չէ, դու մի ընտանիքի առաջնորդ ես դառնում եւ այդ ընտանիքի անդամներն են քո երգչախմբի երգիչները։ Կոմիտասի մանկավարժական հայացքները, նրա 10 պատվիրանները երգչին, նրա հոդվածների մտքերը, նրա նամակներում արտահայտած մտքերը հենց մանկավարժության, որ sense դուրս բերենք, այ Կոմիտաս ինստիտուտի աշխատանքներից մեկը կարող է դառնալ Կոմիտասի մանկավարժական հայացքների արդիականությունը։ Լավ թեմա, որը այսօր կարող է կիրառվել անգամ երաժշտական դպրոցներում։ Քանի որ մենք խոսեցինք երեխաների եւ ապագայի մասին, մեր վերջին բաժինը, որը կոչվում է հայացք ապագային։ Մենք պարբերաբար կարդում ենք լրատվամիջոցներում այսինչ գրադարանում կամ այսինչ մասնավոր հավաքածուում հայտնաբերվել է Մոցարտի այսինչ ծրար կամ մեծ կոմպոզիտորի որևէ, հա։ Հնարավոր է արդյոք որ Կոմիտասի վերաբերյալ նույնպես այդպիսի
հայտնություններ լինեն։ Անտարակույս մենք մեծ սպասումներ ունենք, մենք պրպտումների մեջ ենք, փնտրում ենք եւ անպայմանորեն ինչ որտեղ կգտնվի Կոմիտասի ձեռագիր մի պատառիկը, ինչու ասեցի ակադեմիական հրատարակության մասին, հնարավոր է նաեւ ամբողջական մի ստեղծագործություն, ինչու ոչ։ Հանճարները ունեն իրենց խորհուրդը եւ նրանց շուրջը մշտապես բոլորը պիտի փնտրեն։ Կոմիտասն էլ ավարտված չէ եւ Կոմիտասի ժառանգության հետ կապված էլ մենք չենք ասում, որ ավարտված է, որովհետեւ վերջերս ես հանդիպեցի հենց թանգարանում մեկի հետ, ով Վրամշապու Քիպարյանի ազգականու հետ է շփվում եւ չի բացառվում, որ մենք որևէ նյութ կունենանք Կոմիտասի վերջին շրջանի մասին, որովհետեւ Վրամշապու Քիպարյանը եղել է նրա հետ մշտապես եւ Վիլ Էվրարում եւ Վիլ Ժուիվում եւ կարող է դա լինել շատ հետաքրքիր մի փաստաթուղթ ուսումնասիրության համար։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Լուսինե։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի կոմիտասագետ Լուսինե Սահակյանի հետ։